Պարոն Մինասյան, հարց է հնչել, դաշնակցականը իր երեխային սովորացնում է և հրապարակում է, թե ինչպես է սովորացնում, ապագայում, այսինքն անչափահաս մարդու մասին է խոսքը, Հայաստանի Հանրապետության ղեկավարի կամ ցանկացած մարդու գլուխ կտրել։ Դաշնակցությունը սրա մասին ինչ դիրքորոշում ունի։ Հայաստանի Հանրապետության ամենաանկախ մարմինը, եթե սա դատապարտի, ոչ մի խնդիր օրենսդիրը սրանում չի կարող տեսնել։ Դուք սրա նկատմամբ ինչ դիրքորոշում ունեք։ Տիկին Կարապետյան։ Ես դեռ չեմ ավարտել։ 2021 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի պետը զինված ուժերը փորձել է ներքաշել Հայաստանի ներքաղաքական կյանք։ Դաշնակցությունը աջակցել է սրան։ Հայաստանի Հանրապետության անկախ ցանկացած մարմին, եթե սրա վերաբերյալ դիրքորոշում ունենա, օրենսդիրը չի կարող ասել, որ որևէ բան է խախտվել, որտեղ խոսքը գնում է մեր սահմանադրության պաշտպանության մասին։ Դաշնակցությունը իր հավաքներից առաջ թույլ է տվել, որպեսզի հոգևորականները քաղաքական ելույթներ ունենան։ Մեր սահմանադրության մեջ գրված է եկեղեցին եւ պետությունը անջատեն, ավելի ճիշտ կրոնական կազմակերպությունները անջատեն պետությունից։ Ինչու է դաշնակցությունը թույլ տվել քաղաքականապես այդ չեզոք մարմնի, որ սահմանադրության մեջ այդպես նախադասությամբ գրված է, ելույթ ունենալ այդ հավաքներից առաջ։ Ես 3 դրվագ մեջ վերեցի, բայց առհասարակ դաշնակցության ու մեր սահմանադրության հարաբերությունները մեղմ ասած շատ աղոտ են։ Եվ եթե որևէ մարդ դիրքորոշում է հայտնում սրա վերաբերյալ, դա չեզոքության, զսպվածության խախտում չէ, որտեղ բոլորը սահմանադրությունն ու դրա արժեքները պաշտպանելու իրավունք ունեն։ Այլ բան, որ դուք չեք կարողանում ձեր ելույթի մեջ հիմնավորեք, թե այդ ինչն է, որ սրա մասին չի, գուցե մեկ ուրիշ բանի մասին է, բայց դուք այդ քննարկման մեջ չեք մտնում։ Տիկին Կարապետյան, իմ կարծիքով ես այնքան պարզ ներկայացրեցի պահանջը, որպեսզի չասեք այն նեղ կուսակցական եւ այլն, հա։ Ես ներկայացեցի օբյեկտիվորեն ինչն է, որ համարվում է սահմանադրության պահանջի խախտում։ Հիմա դուք հետևողականորեն փորձում եք արտարացնել ձեր հակադաշնակցական վարքագիծը, մենք գիտենք, պետք չի ապացուցել դա, մենք գիտենք դա։ Եվ ամենևին պետք չի նոր հեքիաթներ հորինել, նոր իրավիճակներ, չեղած իրավիճակներ նկարագրել ու ասել, այ դաշնակցությունը ինչպես է։ Վերջից սկսեմ, հա։ Վերջին եթե չեմ սխալվում, զինված ուժերի ներգրավման մասին էր, չէ՞ ոնց որ։ Հա։ Զինված ուժ։ Ուրեմն ոչ միայն իրավական անգրագիտություն է պնդումը, ոչ միայն փաստացի, փաստերի խեղաթյուրում է պնդումը, այլ նաև այդ պնդման ներքո քննություն ընթացող, դատական քննություն ընթացող process-ում չլինելով, չունենալով վերջնական ակտ, դուք շարունակում եք մեղադրանքներ հնչեցնել։ Եթե դուք ծանոթ լինեիք, օրինակ 2005 թվականի սահմանադրության անցումային դրույթներով, դուք տեսնեիք թե նախագահի լիազորությունները եւ թե նաեւ բանակի լիազորությունները։ Ինչ վերաբերում է հոգևորականներին քաղաքականության մեջ ներգրավելուն, լսեք, դուք իսկապես չեք կարդում օրենք։ Օրինակ, խղճի եւ կրոնական կազմակերպությունների ազատության մասին օրենքը կարդացել եք։ Չանկեղծ էլի։ Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ սպասավորները մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքներ ունեն։ Այդ թվում նաեւ քաղաքական կյանքին մասնակցելու խոսքը չի գնում ինստիտուտի մասին, խոսքը չի գնում եկեղեցու մասին։ Դուք հարց եք տալիս, ինչ ասում եք, հոգևորականին ո՞նց եք թողում։ Այսինքն ով է դաշնակցությունը, բան է, ձեր ոստիկաններ, հա, միտինգների ոստիկաններ պիտի ասեր, այս քաղաքացուն կարելի է, այս քաղաքացուն չի կարելի, այտենց եք դուք շարժում։ Դա է, ինչ վերաբերում է գլուխ, ես չգիտեմ ինչի մասն է խոսքը գնում, բայց եթե խոսքը գնում է հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած թշնամու վրեժխնդիր լինելու մասին, այո, ես կիսում եմ այդ տեսակետը։ Չէ, ես ասեցի, ես չգիտեմ ինչ, բայց ես ներողություն եմ խնդրում, Տիկին Կարապետյանը ասեց կամ որևէ այլ անձի, ես կամ որևէ այլ անձի մասով հստակեցնում եմ ումն են նկատի առնում։
Ես լեռություն դալիճում։ Ես վստահ եմ Տիկին Կարապետյանը արձագանքելուց կմասնավորեցնի ինչի մասին է խոսքը, խնդրեմ Տիկին Հա, եթե կա կոնկրետ դրվագ, ասեք այս կոնկրետ դրվագն է, այս ինչ վերապարակումն է, այս էլի վերաբերմունքն ասա։ Պարոն Մինասյան, ասել է վարչապետի գլուխը մեծանաս կտրելու ես կամ առանց մեծանալու։ Երեխա անչափահաս նստած է, կողքը դաշնակցական է, նկարահանվում է այդ ամեն ինչը։ Երեխային ասում է գլուխը կտրելու ես, ինչ ես անելու։ Երեխան էլ պատասխանում է իր ծնողի հարցերին։ Դաշնակցությունը սրա մասին, այս պահին պատասխանատվությունը ձեր ուսերին է։ Եթե դիրքորոշում ունի, թող հայտնի, որ մենք հասկանանք առհասարակ դաշնակցության ու մեր սահմանադրության հարաբերությունները, որովհետև եթե դուք հիմա դիրքորոշում հստակ դատապարտող չասեք, որ չի կարելի այդպիսի բան երեխային սովորացնել, մի ընդհատեք ինձ, ապա Հայաստանի Հանրապետության ամենաանկախ բոլոր մարմինները այդ ձեր արարքի հանդեպ իրավունք ունեն դիրքորոշում հայտնելու։ Եվ եթե չհայտնեն, դա խնդիր կլինի։ Տեսեք, դուք նորից մի բան եք նկարագրում, որ ծանոթ չեմ ես։ Կապ չունի դաշնակցական է, թե դաշնակցական չի։ Նման արտահայտություն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ անընդունելի եւ դատապարտելի է։ Այսինքն, ըստ ինչ կար բան անելու։ Մի հատ էլ նկարագրում եք սենց սիրուն, դաշնակցական, հաստատ լավ որ չասեցիք, բանը Մաուզերն ու թուրնել դրած էր կողքը, ասում էր, այգն, այս վարքագիծը ձեր այս նկարագրած հենց բնութագրում է ձեր հայ ժողովրդի նկատմամբ բռնության քարոզի էությունը հենց դուք եք այ քարոզ անում եւ թշնամու նկատմամբ այդ սիրո արտահայտությունը որ հետներ սենց են վատ մսավաճառի նման փափուկ մսի հետ մի եկա ոսկոր է սենց տալիս ու որ քաշն ապահովի բերում մցնում եք այլ մարդկանց Այո, այլ մարդկանց առումով վերահաստատում եմ հայ ժողովրդի ցեղասպանության ենթարկած անձանց նկատմամբ անհանդուրժելի եմ։ Ես եւ դաշնակցությունը։ Սա կարծում եմ քննարկման ենթակա չի։ Սեր չեմ կարող ունենալ այն ներկայացուցիչի հետ, որը քիչ առաջ իմ ժողովրդի ներկայացուցիչի գլուխն էր կտրում։